Get ready with Sona and Lilith. Ողջույն բոլորին, այսօրվա իմ հյուրը Լիլիթն է եւ միասին պատրաստվելու ենք, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Ես այսօր քեզ մի քիչ տանջելու եմ։ Լիլիթը իմ հյուրերից է, ովքեր clean girl են ու շատ թեթև են անում դիմահարդարում։ Լիլիթս գնացել է տարբեր sense ամեն ինչ բերել է։ Ես էլ եմ քո համար բերել ամեն ինչ, որ միասին sense պատրաստվենք, Սկսենք։ Արի տոներից սկսենք, այս շոքին առանց տոների կյանքը ուղակի ես չգիտեմ, քեզ չջրեմ շատ, հովանանք ու շարունակենք խոնավացնողով, մաշկդ ինչ տիպ ա Լիլ։ Տեաձև այս, որ ասում է, այսքան մասնագիտում։ Նոր Լիլիթը ցույց էր տալիս իր մաշկը, որ սենց տեղային կարմրած է, ես ջղայնացա իր վրա, ասում եմ ինչից կարա լինի, ասեմ Լիլ, դե ինչից կարա լինի, արվապաշտպան չես օգտագործում, շատ թերի ա խնամքդ, նենց որ ես քեզ ասեցի, կուալիտա եմ բերեք քո համար արևապաշտպան ու մնացած միջոցները, որ սիրուն խնամք անես, այս արևին ուղղակի հանցագործություն է։ Հա, ես իրականում քանի որ գլուխ չեմ անում, մտածել եմ որ մենակ խոնավեցնողը կսեմ հերիքա։ Հա, չէ, չի պաշտպանում, ինքը շատ թույլ է դրա համար։ Պետք է ինչ խոնավացնող առաջարկեմ քեզ, արի քսուկ անենք, խոնավացնող։ Հերիքա չէ, ուսեմ։ Մի քիչ էլ կարաս անես, կամ վերցրու, հետո ինչքան կուզես կանես։ Եթե հավելյալ էլի խոնավացման կարիք զգաս, կարող ես շիճուկը վերցնել, իսկ ես կանեմ լոսյոնը։ Լիլ, պատմիր, որտեղից է սկսել քո կարիերան, ու մի քիչ համել դպրոցական տարիներն էլ ինձ շատ հետաքրքիր։ Ինչպեսի աշակերտ ես եղել։ Դե սկսեմ դպրոցականից ուրեմն, շատ ակտիվ եմ եղել դպրոցում։ Այն որ sense ճտպոտ sense ինչ ակտիվ ոնց որ մեր սերիալով հիմա ասեմ ոնց է Վիկան, այտենց ես եմ եղել դպրոցում, ամեն ինչից տեղեկացված, բան sense ավակ եմ եղել ու տենց միշտ եմ ավակ եղել էլի, մինչև կուրս դաժե։ Դպրոցում ակտիվ եմ եղել շատ, դասատուները շատ են սիրել, բայց նաև չարաճճի եմ եղել։ Իսկ մասնագիտական կարիերաս սկսել է թատերական խմբակից։ Ես խոսքով ուզում էի միշտ դառնալ դերասանուհի, բայց մաման անդադ ասում էր չէ, այնքան էր ասել չէ, արդեն ես էլ էի ինձ տրամադրել որ չէ ու բան էի անում։ Ասեցի լավ կգնամ, քանի որ երեխեքի շատ եմ սիրում, կգնամ մանկավարժականում կսովորեմ, որ մանկապարտեզում աշխատեմ երեխեքի հետ։ Ու հետո մի օր papan ասաց արդեն ավակ դպրոց էի տեղափոխվում, 9 ավարտել էի, papan ասաց ինչ ես որոշել, ինչ ես ուզում անես, ասեցի դե մանկավարժ կդառնամ, ասաց բայց դու ինչի։ Ասեցի դե դերասանուհի եմ շատ ուզում, բայց մաման դեմ է, ասաց բայց քո կյանքն է, քո որոշումն է, դու ինչ ուզում ես, դա էլ ընտրի, որ հետո քեզ չմեղադրես, որ մեզ լսեցի։ Հա, մեզ չմեղադրես։ Հա, մեզ չմեղադրես, որ այո։ Ասեցի դե ուրեմն դերասանուհի եմ ուզում, ասես դե արի մի անգամից ավակ դպրոց գնա ու ինչ որ խմբակ գնա, հետո կհասկանաս, եթե քեզ դուր է գալիս, արդեն ինստիտուտի համար կպարապես, ասեցի լավ։ Ու մաման ասաց լավ ինչ ուզում եք արեք, ես ձեր քեզ լվանում եմ, ոչ օգնում եմ, ոչ էլ խանգարում, ինչ ուզում եք արեք։ Ու տենց գնացի մեր Թաղամասի արվեստի դպրոց Էլիզա Մանթաշյանի թատերական խմբակը ու այդտեղից սկսվեց իմ հետաքրքրությունը այս մասնագիտության հանդեպ, իրականում չէի պատկերացնում որ այսքան հետաքրքիր է ու միաժամանակ այսքան բարդ, բայց չգիտեմ, սիրահարվել եմ իմ մասնագիտությանը։ Ամենաբարդը ինչը տրվեց քեզ թատերականում, որպես դերասան կամ որպես ուսանող, ինչներ որ պատրաստ չէիր դրան։ Ինչքան էլ ազատ եմ ասում, որ ես ազատ եմ, մեկը ես ունեի կոմպլեքսներ, ամաչում էի։ Առաջին կուրսում, երբ որ եկավ էտյուդներ անելու ժամանակը, այդ ոնց որ բոլորը կուրսեցիներդ նստում են, դու մենակ գնում ես ու անում ես էտյուդ։ Հա։ Ու հենց հերթը հասնում էր ինձ, սենց մի բան անցկում էի, որ ես չգնամ, սպասում էի, որ ամենավերջինը ես լինեմ, որ դասը ավարտվի, ես չգնամ, որովհետև կոմպլեքսավորվում էի, որ ինձ պետքա նայեն, մտածում էի չի ստացվի, վատ կստացվի, քննադատեն ինձ եւ այլն։ Ու տարիների ընթացքում արդեն քիչ-քիչ, ոնց որ կուրսղեկից հետ խոսելով եւ այլն, ազատվեցի այդ կոմպլեքսներից։ Ամենաբարդը երևի է դա եղել, որ կոմպլեքսներից ազատվեմ ու արդեն հետագայում դերեր կերտելը, իրանց ուսումնասիրելը, նենց որ դու ճիշտ խաղաս, նենց որ հանկարծ շատ չանես, հանկարծ քիչ չանես, թատրոնը ինքը ուրիշ բարդություն ունի, էլի,
թատրոնում մի քիչ շատ է պետք անել։ Հա, Իսկ տեսախցիկի առաջ պետքա հակառակը այդ շատը որ ցույց տալի դառնում է իսկական թատրոն։ Գերխաղ, Հա, հա։ այդ որ ասում են թատրոն ես խաղում տեսախցիկի առաջ, այդ է։ ճիշտ ես։ Մեզ միշտ ասում են կաստինգների ժամանակ, որ թատերականից հետո գնում էինք կաստինգների, ասում էին շատ է թատրոն եք անում, մենք չենք հասկանում ինչի մասին է։ Հետո արդեն երբ որ աշխատում ես տեսախցիկի հետ, հասկանում ես, որ երբ որ գրածա ինչ, չպետք է ասենց ասես ինչ։ Հա, Իսկ թատրոնում պետքա տես ասես, որ հետևի այն ամենավերջի հանդիսատեսը քեզ լսի։ Իսկ կամերայի առաջ այդ պետք չի։ Շատ փոքր է, պետք ու թույլ։ Մի խոսքով, տենց սկսվեց իմ մասնագիտական կարիերան, հետո ես մինչև ինստիտուտ ընդունվել եմ, նկարահանվել եմ 17 տարեկանում։ Այդ ժամանակ արդեն պարապում էի։ ATV-ում եմ նկարահանվել, մեր տարիքային տենց պրոյեկտ էր Ելենա Արշակյանի մոտ։ Հետո ինստիտուտ ընդունվեցինք ու մեզ չթողեցին, որովհետև ոնց որ չունես այդ բազան, որ նկարահանվես էլի, դեռ պետքա սովորես։ Ինչ ուզում ասեն մարդիկ, մեկա պետքա սովորես, որ կարողանաս քեզ կամերայի առաջ դրսևորես, ու տենց մինչև 3-րդ կուրսի վերջ համարյա չէին թողում նկարահանվենք, հետո արդեն եղավ թատերականում չէին թողնում։ Այո, ինստիտուտում չէին թողում Չէին առասարակ գնայինք թողնում, այսինքն կաստինգների։ ոնց։ Առասարակ գնայինք կաստինգների ու մասնակցեինք պրոյեկտների։ Լեգալ է։ Դե ով իրոք էս մասնագիտության մեջ է, լսում է, չի գնում։ Իսկ որ գնում են, Դե որ գնում են արդեն կուրսղեկները ոնց որ սենց ասում են դե որ դու գնացիր, հա, չասես որ իմ կուրսի ուսանող ես, այսպես, որովհետև իրոք այդ բանը կա էլի, որ պետք է այդ հիմքը ունենաս, իսկ որովհետև օրինակ որ իտալերեն բան կա, պրակտիկա rende perfetta, որ ինչքան փորձ ես անում։ Ես հասկացա ինչ փորձում ես, հա, practice makes perfect, ինչքան շատ ես փորձում, այդքան ոնց որ ավելի լավ է Համաձայն եմ քո հետ, բայց երբ որ ունենում ես հիմք, Հա, երբ որ ես ունեցա հիմք արդեն ու գնացի նկարահանվելու ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում, ես էլի ունեի շատ սխալներ ու ունեի շատ աշխատելու տեղ, բայց եթե ես մտածում եմ, եթե ես մի 2 տարի առաջ գնայի նկարվեի, ահա որ էր այդ լինելու, ահա որ։ ու հենել պահպանվում Հա, է այդել են գործը, չի որ այո։ ասես դե լավ, Այո։ ոչ մեկ չի իմանում։ Դրա համար ճիշտ է, որ հիմք ունենաս, նոր գնաս նկարահանվես, ու այո, փորձերի արդյունքում արդեն ավելի մասնագիտանում ես։ Հիմա ես նախորդ սերիալում ու այս սերիալում ես զգում եմ իմ տարբերությունը։ Դա կարող է հանդիսատեսը չհասկանա, բայց դու որպես մասնագետ, որ նայում ես քեզ, դու զգում ես։ Հիմա էլ ունեմ աշխատելու տեղ ու շատ ունեմ աշխատելու տեղ, ես վստահ եմ, որ կգա մի օր, որ կնայեմ ու կասեմ հասար, բայց ինձ թվում է դրա համար դեռ շատ աշխատանք է պետք կատարել։ Հա, պերֆեկցիոնիզմ մարդու համար երբեք չի գալիս այդ իդեալական պահը, որ ասես այս է իդեալական, միշտ կա, բայց քեզ օգնում է դա կատարելագործվես, թե ամեն դեպքում թերարժեքություն է միշտ քո մեջ մնում, որ չես գոհանում քո արածից։ Դե դեռևս sense չի եղել, որ նայեմ, ասեմ ընտիրեր։ Կապ չունի դա սերիալն է, դա ներկայացումն է, թե ինչ որ գովազ դա, նկարը թեկուզ իմ սովորական ես նայում եմ ու միշտ ասում եմ դե մի բան այն չի։ Հա, իսկ հստակ տեսնում ես ինչերը պետքա փոխես, թե սենց շատ մշուշոտ Հիմնականում տեսնում եմ, հա, հիմնականում տեսնում եմ, մասնագիտական աչքով որ նայում եմ, տեսնում եմ օրինակ ինչը պետք է սենց անեի, ինչը սենց։ Ու փորձում եմ հաջորդ անգամ արդեն չանեմ ու տեսնում եմ արդեն տարբերությունը։ Հա, իրականում այդ շատ է օգնում, որ ոչ թե բացարձակ չհավանես այն ինչ անում ես, այլ գոնե իմանաս ինչը չես անում, որ շտկելն է հասկանաս ինչի համար է։ Շատ հավես, ոնց է անցել քո ուսանողական տարիները։ Ոայ, իմ ուսանողական տարիները հրաշալի անցել, սա կլացեմ։ Ավարտեցի այս տարի ու շատ տխուր եմ այդ փաստի համար, որ ես ավարտել եմ, որտեվ որ ասում էին Լիլիթ դա լավագույն տարիներն է լինելու, ես չէի պատկերացնում, որ այդ իրոք տենց է։ Ասում էի դե լավ, ոնց դպրոցն է անցել, տենց ուսանողական տարիները կանցնի, բայց հիմա հասկանում եմ, կորցնում ես նոր ես, չէ՞, զգում։ Կուզեի նորից առաջին կուրսում սովորեի։ Հա, ես sense կպահեմ դու հանգիստ։ Շնորհակալ։ Հոգատար ես Սոնա դու շատ։ Բա միշտ։ Հա,
տենց կուզեի նորից սովորեի ու շատ տխուր եմ այն փաստով, որ ես ավարտել եմ ու դրա համար դիմել եմ մագիստրատուրա, որ մեր ինստիտուտից չկտրվեմ Դες բան կա, չէ, որ ասում է, բանը, ուզում ես անգործությունդ մի քիչ երկար փարատես, մագիստրատուրա այստեղ։ Հա։ Որ շատ քիչ չնես, ասես դե ես ուսանող Հա, եմ։ ուսանող եմ դեռ։ Բայց դա մեր մասին չի։ Չէ, այս բանին հաստատ իմ մասին չի ու քո մասին չի։ Ես էլ տենց արեցի։ Մի քիչ սենց ոնց որ թույլ է տալիս մի քիչ թերանաս, մի քիչ սենց պատճառ ունենաս, էլի հստակ։ Ես ավելի շատ որ ինստիտուտից չկտրվեմ, դրա համար եմ դիմել մագիստրատուրա, որովհետև մեր ինստիտուտը չգիտեմ, ոնց որ քո տունը լինի։ Ես ինստիտուտում ավելի շատ էի լինում, քան տանը։ Ինձ տանեցիները մենակ տենում էին քնած, ու էլ չէին տեսնում, որտեվ երբ որ ես գնում էի տուն, իրանք արդեն քնած էին, որտեվ ուշ էի ավարտում, երբ որ ես արտանում էի, իրանք արդեն աշխատանք էին։ Մամաս միշտ կատակով ասում էր, սա քո համար կաղա, գիտես, հյուրանոց է գալի քնում ես։ Բայց դե դա կադրից այն կողմ դուք տեսնում եք, որ այդ շատ այնց հեշտ բան է, ինչ են անում, որ, բայց իրականում այդ աշխատանքը մինչև դրան հասնելու առհասարակ աշխատանքը շատ բարդություններ ունի։ Միանշանակ շատ բարդ է, տեսնեմ տոնայինդ։ Լավ եմ դրել։ Մի քիչ մուք է։ Մուք է։ Հա, ես մուք չի։ Դե որ ես ընկերուհուս հարցրի, ասեց մի հատ էս մուքից կանես, երկու հատ էս բացած կանես։ Իսկ Սաղ պարապ եմ մահարդար չի։ Կորոն։ Չէ, լավ, մի հատ էլ կանենք։ Բաց արա։ Ու գիտես ինչ արա։ IS կոնսիլերով ինձ թվում է սա շատ լավ կլինի, աչքերի տակ սենց հա, ընդգծի մի քիչ կոմպենսատիվ։ Ես այդ աչքի տակ հիմա էլ շատ բացանեմ։ Կարեր խառնել։ Լավ, շարունակ գեղեցիկ, շարունակ։ Ուրեմն երբ որ մեր սերիալի գրիմյորը ինձ գրիմ էր անում, ու ես իրան ասում եմ, չեմ սիրում կսվել, օրը գորոելի չկար, ասում եմ, չեմ ատում եմ այս process-ը։ Սենց ասում եմ, Լիլա, ասում եմ, բայց քեզ որ տեսա առաջին անգամ մտածեցի դու այն թիթիզ աղջիկներից ես, որ իրոք տենց հասկացա։ որ միշտ քսվում ա բան, ասում չէ, ես այնքան տենց չեմ։ Տրավմա եմ ստանում ես, որ դու Չգիտեմ ինչի է տենց։ Ես շատ ուրախ եմ, որ դու առանց դիմահարդարման քեզ շատ լավ ես զգում, բայց ես ամենալավը, սենց ամենալավ աղջկական բան է ինքը։ Հա, սենց էներգիա է գալիս շատ աղջկա։ Ընկերուհիս պաշտում է այս process-ը, ասում է ես եթե տխուր եմ լինում, ես պետքա քսվեմ, որտեղ ինքը շատ է սիրում։ Իսկ ես ասում եմ ոնց։ Օրինակ հենց այս տպտպացնելը իմ ներվերի վրա։ Ես զգում եմ Օրագորակ զուաքսվի էլի։ Այդ այնքան է զգացվում, որ մարդը որ ցես թերապիա ու իմ խեղճ աղջիկը ոչինչ դե լավ, թող ամենամեծ տանջանքը որ Այո։ քեզ կյանքը կընթարկի այդ դիմահարդարը։ Բայց քո հետ կոմֆորտ է իրականում։ Ես ասեմ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ու քեզ շատ սազում է, երկու ձևով է շատ սազում է։ Հաստատ դու այս հաղորդումից հետո սկսելու ես սկսվեմ։ Հաստատ։ Տեսնենք։ Հա, ուղղակի վատը այն է, որ մի քիչ տնտեսապես շատ է ինքը ազդում, չես պատկերացնի սա ինչ կատաստրոֆա է, ասենք սա ինչի է 30,000, սա ինչի է 40,000։ Հասկանում ես։ Մեկը ինչքան էլ որ լինի, գնողը գնում է։ Օրինակ դու։ Ու կորցնում ես, չէ՞։ Ինչ անել։ Ամեն հաղորդումից մի հատ product կորում է։ Հիմա էլ շատ են տարբեր էջերը խնամքի, կոսմետիկայի նվերներ ուղարկում։ Ուղարկեք, այո։ Ուղարկեք Սոնային, ուղարկեք։ Ուղարկեք, այո։ Մենք շատ ենք սիրում, փորձարկում ենք։ Որտեղ մնացինք։ Ինստիտուտի։ Հա, ինստիտուտի։ Սենց ենք սում, հա, ստեղ։ Հա, ուստեղ։ Ահա, Պրոֆեսիոնալ։ ապրես։ Հետո ստեղ։ Ահա։ Ուղիղ գծով։ Մի քիչ սենց կողք տար ամեն, ահա, ապրես, ստեղ։ Սենց։ Մի քիչ վերև։ Ստեղ։ Հա։ Ու կարաս սենց այս մասով սենց մի քիչ անես, հա, ինքը շատ սիրուն։ Ապրես։ Ապրես։ Շատ լավ է։ Ինստիտուտի։ Իսկ շատ են ասում, որ թատրոնից հետո հատկապես սերիալներին էլ են մի քիչ սենց նայում, որ Հա, համաձայն եմ։ Մեր ինստիտուտում առհասարակ այդ մտածի ուսանողների մեջ, որ չէ, ես սերիալում չեմ նկարվի, հայկական։ Ինչի։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ դա որտեղից է եկել, բայց չէ որ սա Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ է։ Հաստատ չէր գրվելու Երևանի թատրոնի, կինոյի եւ սերիալի պետական ինստիտուտ։ Ես կարծում եմ, որ ասել եմ, որ դու շատ սպეციფიკուս ում։ Ովաս։ Մարան։ Հա,
Բամասել ենք Մարալի։ Հա, մորալին ես բարձում եմ իմ հումորներով որ մի բան նեղացրել եմ։ Հետո ինքը խոսած դրա մասին, ես ինձ ապշած ասում եմ. «Լուրջ մորալ»։ Հաղորդման ժամանակ պատմեց։ Ու այդ օրվանից սկսած էլ չեմ անում այդ հումորներից, որովհետև մտածում եմ, որ ինքը Շատ սուր են լիլ։ չէ, ես ուղղակի կերպարային եմ հումորներ արել իր հետ։ Հա։ Օրինակ կադրից դուրս կարող է գարես վերցնել, ինձ անեի դիր տեղը հա մի հատ ինքը երևի դա մտածել է ես իրականում իրան եմ ասում չի մտածել որ ես դա որպես շաքե բելային եմ ասում հետո որ ասեց հետո ինքս ի մեջ օսիլով իրոք մարդը հիմա պարտավոր չէր հասկանալ էլի որ դու տենց կադրից դուրս բաներ ես որոշել Ճանաչում եք Մարալին հա ես Մարալին ինստիտուտից եմ ճանաչում իմ կուրս ընկերուհու մոտ ընկերուհին է ինքը հա ու ինստիտուտից արդեն Մարալին ճանաչում եմ հա ու շատ Մարալին էլ Ալինային էլ ասեց ձեր հարաբերությունները մի քիչ այդ փուլում վատթարացել էին սերիալի հա ես չի հասկանում ինչի իմ հետ չի շփվում որտեվ միշտ այնց լավ էինք բան հա ու նույնիսկ այդ որ ասում եմ կուրս ընկերից Նաթալին իրան ասեցի ասին հա Մարալը հետս ինչ որ չի շփվում էլ առաջվա պես ինչ որ խնդիր կա տեսնես հետո Մարալը որ արդեն պորտկաց ու ասեց որ սենց շատ սարկազմիկ հումորներ ես անում բան դու չես մտածում որ կարես մարդուն նեղացնես ասեցի էլ չեմ ունի որտեվ ես առասարակ չեմ սիրում որ մարդիկ ինձ ճիշտ չեն ընկալում էլի հա ուզում եմ ոնց կամ ինձ տենց տեսնեն ու ես տենց եմ ինձ պահում իրականում ոնց կամ տենց եմ ինձ պահում երբեք ուրիշ ձև ցույց չեմ տալիս մարդիկ կան չէ որ նոր շրջապատ են մտնում ուզում են մի հատ տեսնեն որտեղ են մտել ինչ շրջապատի մեջ են նոր իրանց բացեն սենսացիա ես տենց չեմ ես որտեղ ոնց կամ տենց եմ դու տեսար ես մտա քո ավտոն առաջինը մի անգամից տենց եմ որ տենց դրա ես տենց եմ շփվող շատ ու ընդհանրապես չեմ սիրում մարդկանց նեղացնել էլի չեք հասկացել հա ինքը մտածել է ես դա Լիլիթն է տենց բաներ ասում բայց իսմա այդ շատ է օգնել ձեր սերիալում այդ հարաբերությունների համար որ ոնց որ մի քիչ բնականում որ կար այդ լարվածությունը սերիալում այսինքն իրականում օգնում է բայց չի ուզի շացնել հարաբերությունները խոսել ենք ինձ հասկացել է ասեցի մար դու հասկացել այս վերջին նկարանման օրներ ասի մար զգացել ես փոփոխություն սենց այս հա խոսալու հենց հաջորդ օրվանից ասում որովհետև իրոք դու ինձ սխալ ես հասկացել ես էլ չեմ մտածել որ քեզ կարամ նեղացնեմ ասեց ապուշ էլի մար ջան ապուշ ինչ անեմ հիմա ոնց գնացիր քաստինգին կաստինգին ուրեմն ուրիշի ընտանիքի իմ վերջին նկարահանման օրներ, այդ օրվանից հետո էլ չէի գնալու նկարահանման, ավարտվում էր նկարահանումները ու ինձ զանգեցին Շանթից ու պատասխանեցի, չունեի այդ համարը գրանցած, պատասխանեցի մեր նառաներ, ասաց Լիլ ջան, նառանա Շանթից քեզ հրավիրում ենք կաստինգի, ասեցի Ինչ կոստի։ Ասեց նոր պրոյեկտ է ջահել երեխեքի մասին դպրոցական մենք գլխավոր հերոսուհիներ, հերոսներ ենք փնտրում։ Ասեցի լավ, ասեցի մի հատ պետք է մեր պրոդյուսերի հետ խոսեմ, Ելենայի Արշակյան, նոր ասի, որտեվ ամեն դեպքում իր շնորհիվ եմ ես ոնց որ էկրաններին հայտնվել ու ճիշտ չէր լինի որ չխոսեի, ասի կխոսեմ ու քեզ կզանգեմ։ Ելենայի հետ խոսեցի, ամեն ինչ շատ լավ էր, ոչ մի կոնֆլիկտ ու ոչ մի ընդհարում չի եղել։ Ասաց հանգիստ գնա, ես էլ գնացի կաստինգի, պրոբայի ու ոնց որ փորձել եմ Ինեսայի դերը առաջինը ուզգում էի որ Հայկը մեր ռեժիսորը սենց որ sense գումա որ չէ իմը չի անդադ խնդիրներ է տալի ասում սենց արա ես ինչ որ չի ստացվում մոտ հետո ասես լավ հələ Շաքեն փորձի Շաքեի դերը փորձեցի ու սենց իր դեմքից հասկացա որ դա էր ինքն էր այդ կերպարն էր քոնը ու մի անգամից սենց իջանք պրոդյուսերի մոտ որ խոսամ պրոդյուսերի հետ ասաց Դավջան մի խոսքով Շաքեին ենք իրան Շաքեի կերպարի համար ենք դիտարկում Լիլիթնա ու տենց Բայց այդ օրը դեռ հստակ չէր որ ես անցել եմ կաստինգը, որովհետև ասեց ուղղակի դիտարկում ենք, չասեց։ Հանդիպել էիր, թե մենակ ես եղել քաստից։ Գուգոին եմ տեսել առաջին օրը կաստինգի, հենց առաջին օրը որ գնացել եմ։ Հա, դրանով են։ Առաջին օրը Գուգոին եմ տեսել հենց։ Հա։
ու սենց ինքը սենց բան համ շատ ոգևորված ուզում է ստացվի, համ Հայկը անդադ ջղայնանումա վրան ասում է, չէ, տենց չէ, ու նենց էր ջղայնացել Հայկը, որ Google մտածում էր, որ վсё, իրան էլ չեն կանչել, ինքը նույնիսկ ինչ որ մեկի հարցազրույցում ասելա, չեմ հիշում, բայց ասելա դրա մասին։ Ու այդպես Google-ին եմ առաջին անգամ տեսա, ու էլի լիքը մարդ կան, ուղղակի հիմա իրանք չկան, էլի մեր պրոյեկտում։ Առաջին անգամ Google-ին տեսա ու մտածի, որ եթե Հայկը տենց, բայց ես որ նայում էի, իմ համար ինքը շատ լավ էր, էլի իր մոտ ստացվում էր ու հենց Վարդանի կերպարն էր փորձում։ Ասում էի ինքնա։ Հետո Google-ն գնաց երկրից ու եկավ ու արդեն հաստատված որպես այդ կերպարը։ Իսկ արդեն վերջնական կաստինգի օրը, որ վերջնական արդեն կերպարներին կանչել էին, պետքա մեզ նկարեին, որ ուղարկեին տնօրինությունը հաստատել։ Էրիկին եմ տեսել, արդեն համարյա բոլորին եմ տեսել, բայց թե Էրիկը իմ մասին, թե ես Էրիկի մասին լրիվ ուրիշ կարծիք ենք կազմել։ Ինքը մտածելա, որ ինձ չեն նախ ես շատ վատ էի գնացել այդ օրը, լավ չէի զգում ինձ, աչքերս շատ ուռած, ես ուռած, ընդհանրապես դեմքս եւ այլն, ու շատ վատ գնացել եմ ու ես վստահ եմ, որ ինձ հենց հիմա ասելու են գնա։ Ու ես որ չեմ քսվում, ոչ մի բան չեմ փակել։ Այդ ինձ ուռած աչքերով տարմրած գնացել եմ։ Ու գնացի Հայկը ինձ տեսավ, սենց նայեց, սենց հայց, ինչ ա եղել, ասեցի մի քիչ լավ չեմ զգում, սենց արեց։ Քեզ սենց չեն հավանելու, ասեց գնա կանսիլերով փակի, ինձ ասում Հայկը, սենց գնա կանսիլերով փակի։ Այ տղամարդիկ, որ տղա լիներ այդ տեսքով գային, տենց բան կասեին։ Նռվանացավ։ Չէ, ինքը իմ լավի համար ասեց իրականում, որտեվ կադրը դե վերցնում է, չէ, ամեն ինչ։ Ու այդ ուռած աչքերս որ տենց տեսնի, ասում է ես քեզ տեսել եմ որ դու կարաս դա անես, բայց իրանք քեզ սենց են տեսնելու։ Ասում է ինչ էլ անեմ, չեն ընտրելու քեզ։ Ամեն։ Հա։ Okay։ Ու տենց։ Հետո գնացի, փակեցի, նկարեցին եւ այլն ու հաստատվեցի արդեն զանգեցի միանգամից նկարանման օրը ասեցին ինձ ու ես մի րոպե ես որ կերպարի համար եմ հաստատում։ Հաստատ ընտրել։ Ասեցի շաքեի, ասի հա, լավ, բարձ արդեն։ Ու տենց գնացինք նկարահանումների ու շատ լավ անցնում, այնքան եմ տխրելու, որ ավարտվի պրոյեկտը, որտեվ շատ ենք մտերմացել բոլորով, սենց շատ հավես ուրախ գնում եմ նկարահանումների։ Իսկ համել ստանում ես, չէ՞, այդ հա տվածդ։ Այո։ Տեղ հասնում է քեզ։ Այո։ Ինչի տեսքով է հասնում։ Այդ հանդիսատեսի ջերմությունն է երևի, որ ինձ սիրում են ու այնքան լավ է, որ դա երևում է։ Հա։ Որտեվ նախորդ պրոյեկտում էլի բացասական էի խաղում։ Հա։ Ջան։ Այդ թող ամենավերջում որ ֆիքսես, սա կարաս այս հատվածներում անես։ Այդ ինչա բլաշ։ Հա, բլաշ, սա էլա բլաշ, սա էլա բլաշ, սա էլա բլաշ։ Սա կոնտա։ Այդ ամենավերջում։ Հետո, ինչ ձևով է։ Երևի ավելի շատ էդ է հանդիսատեսի համակրանքը, որ ինչքան էլ մի քիչ տենց նոմինացիան քոնն է։ Հա, վատ կերպար չասեմ, բայց վատ քայլեր անում Շաքեն։ Լավ դրեցի։ Շատ սիրուն է, հա, շատ։ Կտարածես։ Okay, վատ քայլեր անում Շաքեն, մեկը սիրում են։ Ամեն դեպքում արդարացնում են, որտեղ ես ասացի, շատ եմ սիրում, շատ հավես է իրական։ Շատ լավ ես խաղում իր կերպարը, ասենց համով է, որ հետո շատ հավես է։ Հա, իրականում է դա։ Սպասում էր այդ ակտիվությանը։ Չէ։ Մենք մտածում ենք, որ շատ տենց լավ ռեյտինգային կլինի, բայց որ այս կարգի, ես չէի պատկերացնում։ Հատկապես իմ կերպարի դեպքում մտածում էի, էլի չեն սիրելու նախորդի նման։ Ու վախ ունեի, ես մեր ռեժիսորին ասացի, չեմ ուզում ուղղակի կերպարս նմանվի այն մեկին, որտեվ այն մեկը բացասական եմ խաղացել, ասաց չի նմանվի հանգիստ տեղի, ու ճիշտ էր փաստորեն։ Իսկ կար վախ կամ հիմա էլ կա վախ, որ հանրային ընկալումը քո անձի շուրջ շատ բացասական կլինի։ Հիմա էլ չկա։ Չէ, էլ չկա։ Սկզբում էր շատ այդ վախը։ Հետո հասկացա, որ ինչ որ մարդիկ միևնույնն է չեն հասկանալու, ով պետքա հասկանում է, որ դա Շաքեի կերպարն է, դա Լիլիթն է, ով խաղում է այդ կերպարը, իսկ Լիլիթը իրական կյանքում սենց է, պոզիտիվ։ Եղել է որ մոտենան ինչ որ բացասական բան ասեն։ Ինձ չէ, բայց մեր երեխեքին դպրոցում որ գնացել են սուրճ վերցնելու, մի հատ տատիկ է տեսել, իրանց բոլորին գովացել է, ասել է՝ «Ուրա Շաքեն»։ Գալու է ասում է գլուխը ջարդեմ, այդ ինչ անում, խանգարում ասեմ։ Երեխեքը վախեցած եկել էին, ասում եմ ես սովոր եմ, երեխեք ջան, որ ինձ ասեին, ես օքեյ կտանեի այդ փաստը։ Նախորդ նախագծի Հա, նախորդ նախագծում շատ եմ վախեցել մի հատ կին,
մոտեցավ սենց հերվից ձեռքը սենց թափ տալով գալիս էր դու ինչի չես թողում այդ երեխեքը իրար հասնեն ես սենց նեղված կանգնել եմ մեր պոմրեժը ասեց բայց տիկին ջան հասկանում եք սա կերպար է ինքը Լիլիթն է ինքը կապ չունի դրա հետ էլի սցենարիստը ինչ գրում է խաղում է ինչ չէ տա գրում ասում է լավը չի լավ չի խաղում ինչ ասեց ու գնաց բայց արդեն սովորական է դարձել իմ papan-ը որ մեկնաբանություններին շատ ուշադիր հետևում է ինքը կարող է սերիալը չնայի բայց գնամ տեսնեմ մեկնաբանություններն է կարդում ասում պապ ես կարդում ասում տեսել ես ինչ են գրել ասում թեթև տարեք ասա դա իմ մասին չի հոպ այդ կոնզնոպես չընդունես ինչ ես անում ոնց է օգնում անկեղծ ոչ մի բան չեմ արել ի սկզբանե էլ տենց ա եղել ի սկզբանե էլ ծանր չեմ տարել շատ լավ է որովհետև հասկացել եմ որ մեկը խոսալու են մեկը ասելու են Լիլիթ ջան մի բարդացրու մի ծանրացրու всё քո մասնագիտությունն է քեզ ընկալողը ընկալում է սիրողը սիրում է չսիրողը չի սիրում վերջ ճիշտ է ոնց է հարաբերությունները երեխեքի հետ շատ լավ է հարաբերությունները մենք փորձում ենք հնարավորինս կադրից դուրս սերիալից դուրս հանդիպենք միասին երեխեքը գնաց ես ինչ արեցի դա է նայում շատ մուգ հա շատ թեթև սենց շատ մոչան լավ մտած լույս այնքան շատ է մեկը մեծ մասնա է լավ է բայց սենց չէ արդեն լավ է դրենք արդեն բրենդի սենց են չէ՞ հա կարևորը տեսնել եմ պրոֆեսիոնալ հա ամեն ինչ տեսել եմ տեսել եմ բայց չեմ փորձել վիդեո կամ դե ես նույնիսկ վիդեո ունեմ ես վերջերս get ready with me եմ գցել ու չգիտեմ տեսել ես թե չէ ես այդտեղ ոնց եմ քսվում դե կնայես էլի խնդրում եմ շատ ծաղրես get ready with me նկարում ու չի ստացվում իմ մոտ տեսնես ի՞նչն է խնդիրը դե ոչինչ լավ Հիմա ես շատ չեմ sense թշերը չէ շատ սիրում դու որ չես անում շատ սիրուն եմ Okay Դիլնեմ ուզում եմ քեզ նվիրեմ մեր կոալիտայի խնամքի միջոցները հուսամ քեզ օգտակար կլինեն ես հասկացա ինչա քեզ պետք այստեղ ամեն ինչ արևապաշտպանից սկսած դրել եմ որ օգտագործես ես շատ եմ խնդիրներից հետ խուսափես իրականում շատ եմ ուզում ունենայի ու եթե դու չնվիրեր ես պատվիրելու եմ ապրես շատ հաստատ կօգտագործեմ արդյունքով էլ կկիսվեմ ինքս սպասեմ նաև քո մելսի շիփերը Ոյ ոստվոց, ահավոր է դասում, ուղղակի ահավոր այդ AI-ով սարքած նկարները անկեղծ ասած ծանր եմ տանում ոչ թե փաստը որ մեզ շիփ են անում, այլ ծանր եմ տանում են փաստը որ մարդիկ տենց են մտածում, եթե դու սերիալում խաղում ես իր հետ զույգ, ուրեմն դու իրական կյանքում զույգ ես։ Ու այդ խոսակցություններից ազատվելու համար ես ուղղակի իմ էջի գլխավոր նկարը դրեցի իմ ընկերոջս նկարը, որ էլ չմտածեն, բայց այդ ժամանակ էլ են մտածում որ Էրիկն է, որտեվ դեմքով չի նկարել, Բայց Էրիկը իմ գործընկերն է, շատ լավ գործընկերն է, մենք ուղղակի գործընկերներ ենք։ Ուրիշ ոչ մի անձնական հարաբերություն չկա իմ ու Էրիկի մեջ։ Չգիտեմ էլ ոնց բացատրեմ մարդկանց։ Հա։ Բայց էկրանային շատ հավես է, ես շատ սիրում եմ ձեր զույգը, հա, շատ։ Արդեն թող մելսը մտած։ Հումա կորցնում։ Հա։ Դավիթի հետ, չէ՞, Դավիթի հետ շիփերը։ Դավիթի հետ են շիփանում, իրականում։ Շատ հավես է։ Արդեն Դավիթի հետ կերպարային են շիփանում, ոչ թե անատական, անձնական։ Հա, Դավիթի հետ շատ են շիփանում ու զգացել եմ որ սիրում են։ Բայց դեռ չկա էլի ինչ որ բան, մենք չգիտենք, մենք միասին կլինենք, չենք լինի, բայց մարդիկ մտածում են երևի, որ կստացվի ինչ որ բան մեր մեջ, չգիտեմ երեխեք։ Այս բանի Շաքեն ահավոր ուժեղ սիրահարված է Մելսին եւ չի ուզում բաց թողնի, այդքանը։ Իշանս։ Այո։ Շատ հավես է։ Հետագա զարգացումները մեր սցենարիստը այնքան sense անկանխատեսելի է ինքը իրականում ու շատ լավ առումով էլի։ Sense սերիաները գալիս է sense խորացված կարդում ենք, ասում այսպես ռեակցիաներ ենք տալիս, պատկերացնում վերջի սերիան կարդալուց ինչ ռեակցիա ենք տալու։ Հիմա պետքա վիդեո դրվի նկարվի, որ տեսնենք ինչա լինելու վերջի սերիայում։ Բայց շատ հավես է, չգիտեմ։
Դավիթ թե մեզ։ Կերպարային։ Հա։ Դավիթ։ Դավիթ։ Հա, ինձ էլ աթվում Դավիթ։ Դավիթ։ Մելսը չի գնահատում։ Վերջ, այդքանը կա։ Նմանություններ տեսնում ես քո կերպարիդ մեջ։ Հա, այդ խանդը։ Ես էլ եմ տենց խանդոտ Խանդոտ շաքեի ես։ պես։ Հա, շատ խանդոտ եմ, բայց շաքեն ցույց է տալիս, իսկ ես ցույց չեմ տալիս։ Լիլիթը ցույց չի տալիս։ Սենց ներսա գցում, հետո սենց մեն բում պորտկում է իրականում ստացվում։ Չգիտեմ, Ոնց է խանդի հետ կյանքը դժվար չի։ դժվար է, Շատ դժվար է։ շատ դժվար է։ Հա։ Այդ խանդը համ լավ բան է, համ վատ բան է, կարծում եմ։ Դու խանդոտ չես։ Չէ, Լուրջ։ բացարձակ։ Իսկ ինչ է քո համար խանդելը, այդ նույն ձևակերպումը ունի, որ եթե վստահում ես, սիրում ես, չես խանդում։ Չունեմ ինչ որ առիթ հասկանում ես խանդելու, բացարձակ, չկա գետ մեկ ինչ որ մի Ես բան չունեմ առիթ իրականում, որ բայց ասեմ ես առարկաների հետ էլ եմ խանդում։ Անկեղծ։ մեքենաբան։ Հա, ես առարկաների հետ եմ խանդում։ Ահավոր է ուղղակի իմ խանդը, ահավոր է, բայց ես էլ եմ ասում, ես ցույց չեմ, ես էլ առիթ չունեմ խանդելու, վստահ եմ, շատ վստահ եմ, բայց մենակ այն փաստը, որ ես գիտեմ, որ օրինակ իր հերոսի հետ ավելի շատ է լինում, քան ես, այդ ինչ որ sense շիզոֆրենիա է իմ։ Ամենահաճախ քո այդ խանդի դրսևորումները ինչի հետ կապված են արտահայտվում։ Ընկերների։ Հա։ Բայց օրինակ ինձ թվում է ես էլ կարող եմ տենց խանդեի, բայց իմ մոտ շատ հստակ է, էլի, որ ամեն մեկը իր տեղը, ես իմ տեղը։ Ես իմ տեղը։ Ես իմ տեղը։ Իրանք իրանց տեղը։ Չեք դերեք։ Բոլորի շատ սիրում հարգում ենք, բայց Դե հա, դու բնականաբար դու կողակից ես, դու պետք է ունենաս քո դերը, ընկերները իրանց դերը, բայց էլի եմ ասում, եթե ինձ գալիս է 5 ժամ տեսնում է, հետո այդ 5 ժամից հետո մի ժամ պետք է ընկերներին տեսնի, ես ասում կարար այդ մի ժամն էլ ինձ տեսնի։ հա, Չեմ մտածում, որ բայց այդ մի ժամը կարա իր ընկերներին հատկացնի, չէ, ես խանդում եմ, ներվային անում ու սենց ինքս, բայց իրան բան չեմ ասում, հա, գնա տես հետո ընկերներին։ գտերի ձեզ։ Բոյլս։ Հետո 5 ժամը դառնա 10 ժամին ինձ Հա։ տեսնում։ Կգաց կլրացնես Այո, են մի ժամ առավոտ 6-ին կգա։ Այո։ Լսի, բայց դե այդ օրինակ պատճառը իմ համար այդ շատ լուրջ։ Ոչ թե խանդ, իսկ թվում է ոչ թե խանդ, այլ ոնց որ եթե դու այդ ուշադրությունից չես ստանում բավարարվածության զգացում, կապ չունի, ընկեր կլինի, ընտանիք կլինի, ով ուզում է լինի, ոնց որ դու ուզում ես այդ լրացվի, հասկանում ես։ Դե հա։ Բայց փառք Աստծո չունեմ այդ ուշադրության պակաս ասվածը։ Հա։ Ոչ ընտանիքում, ոչ էլ առհասարակ անձնական, ոչ էլ ընկերական հարաբերություններում, ունեցել եմ ընկերական հարաբերություններում, խոսել եմ նույնիսկ իմ էջում դրա մասին, բայց էլ չունեմ, որովհետև շատ հեշտ բաց եմ թողնում արդեն այն մարդկանց, ովքեր որ ոնց որ ինձ խանգարում են իմ ինքնագնահատականի եւ այլնի համար, հա։ Սկսել եմ այտենց մարդկանց Շատ կարևոր է ճիշտ ժամանակին ֆիլտրել ընկերներից այն մարդկանց, ովքեր իսկապես ազդում են ձեր ինքնագնահատականի վրա։ Ես դա հասկացել եմ, որ ինչքան էլ նույնիսկ տարիների ընկեր լինի, եթե ձեր ընկերը ձեր այն ամենախենդ գաղափարն էլ չի աջակցում, բաց թողեք այդ մարդուն, որովհետև ինքը ձեզ իջեցնելու է ու ձեր կյանքում ընդհանրապես չի օգնելու, որովհետև ընկերությունը այդ իրար օգնելու, բարձրացնելու, թեկուզ եւ դու կասկածում ես քո ունակությունների համար, բա այլ անծանոթ ընկերոջից ինչով է տարբերվում։ Այո։ Չէ, շատ կարևոր է, որ այս վերջերս edit էին սարքել իմ վիդեոյով, որտեղ որ շատ կտրված էր կոնտեքստից, ոնց որ խոսում եմ, ասում եմ իմ ընկերուհիներ, ես չեմ ասում, որ ընկերուհիների հետ վատ դեպքեր չի եղել, հա եղել է, որ ինձ դավաճանել են, մենակ եմ եղել եւ այլն, ու սենց այնքան վատ edit էր ստացվեց նենց, որ ոնց որ Էդ է աբսոլյուտ, բայց տենց չի ընդհանրապես, ես սենց քանի առիթը կա, ուզում եմ ասեմ, որ ինձ համար ընկերությունը կյանքում ամենակարևոր իմ կյանքի դերերից մեկն է, որ ես եմ տանում շատ մեծ սիրով ու լավագույն ընկերները ունեմ, չգիտեմ,
ինձ շատ կարևոր է ընկերությունը, որովհետև մենք ընկերուհիներով այնքան sense ամուր իրար օգնում ենք, բարձրացնում ենք, իրար թև ու թիկունք ենք, իմ աղջիկները իմ ամեն ինչն են։ Իրանք ինձ այնքան շատ են աջակցում։ Ես մի հատ հաղորդում դնեմ, մի բան անեմ, վայ ինձ իրանք նենց են աջակցում, որ ես ինձ աշխարհի այն ամենան եմ զգում ու հասկանում եմ, որ ցանկացած աղջկա համար ամենակարևոր բաներից մեկն է ընկերուհիներ ունենալը։ Երբեք կողակիցը տղամարդը չի կարա լրացնի կյանքում ընկերուհիների դերը, երբեք։ Այս կյանքում ամեն մեկը իր դերը ունի, ու հետո կանացի էներգիայի համար այդ մենակ այդ սեռային տարբերության մասին արդեն պետքա ասվի, որ մեկը կողակիցը թակու համար կարա լինի շատ լավ ընկեր, բայց ընկերուհի չի կարա լինի։ Չի կարա, միանշանակ։ Ես տղա ընկերներ չեմ ունեցել, անճիշտ ունեցել եմ, բայց հարաբերությունները արագ ավարտվել են, որովհետև տղեն սիրահարվել է ինձ միանգամից ու ինչ որ որոշ ժամանակ հետո ասվել է դրա մասին, այսինքն դու իմ հետ շփվել ես արդեն ինձ սիրահարված։ Այսինքն դու իմ համար էլ ընկեր չես եղել։ Հետո ինձ ասում ես, որ դու ինձ սիրահարվել ես ու միանգամից ավարտվում է այդ հարաբերությունները, որովհետև ես անկեղծ ընկեր եմ եղել քո համար։ Փոխադարձը չեմ ստացել, չգիտեմ։ Ես այդ տղա ընկեր ասվածին մի քիչ ուրիշ ձև եմ նայում, էլի։ Ես օրինակ շատ կուզեմ, որ հետագայում երբ որ ամուսնանամ, ես ու իմ ամուսինը ունենանք այլ օրինակ ընկերներ, ով կլինի էլի կին եւ ամուսին։ Այդ ժամանակ ես կարամ այդ հարաբերությունները տենց մի քիչ ընկերական պատկերացնեմ։ Օրինակ ես ու այդ այլ տղամարդը, ով որ մեր ընկերն է, ընտանեկան ընկերն է, օրինակ իրար հետ շփում պայենք, որ հասկանանք, օրինակ ես ինչ նվիրեմ իմ ընկերոջ ամուսնուն։ Պատկերացրիր ինչ եմ ասում։ Երբ որ արդեն ամուսնացած ես, գնանք երկրից դուրս միասին, ընկերներով։ Այ դա իմ համար ընկերություն է, բայց այդ 24/7 շփումը տղա ու աղջկա մեջ միևնույնն է մեկը սիրահարվում է, վստահ եմ։ Հա, ես էլ մտածում եմ, որ դեպքեր լինում են, որ տղա ու աղջիկ հարաբերություններում ընկերությունը իսկապես ստացվում է ու դրանք քիչ չեն, որ իրար տիպաժներով ընդհանրապես չեն համապատասխանում, իրանք ընդհանրապես իրար տիպաժ չեն։ Այս դեպքերում կամ չգիտեմ, էլի տենց ինչ որ պատճառներով չի լինում, կամ ուղղակի մարդիկ չեն տեսնում իրար մեջ ոնց որ կողակից։ Հա, տենց դեպքեր լինում են հազվադեպ, ունեմ տենց ընկերներ էլի, բայց նայ, իրենց հետ էլ 24/7 չի իմ շփումը։ Ես ունեմ կուրս ընկերներ, 2 հոգի, ում հետ որ շատ մտերիմ ընկերներ ենք։ Բայց մեր մոտ այդ 24/7 շփումը չկա։ Հա, ինձ մոտ էլ է այդպես լի։ Մենք ընկերներ ենք, կուրս ընկերներ ենք։ Ես էլ չգիտեմ։ Իմ աղջիկներն են իմ կյանքում շատ։ շատ։ Հա, իմ համար էլ է շատ աղջիկների ընկերությունը կարևոր, Հա, ինձ շատ կարևոր է ու ես ոնց որ արիքը չեմ զգում այդ ամեն ինչի։ Ես ոնց որ շատ հանգիստ եմ ինձ զգում իմ աղջիկ ընկերուհիների հետ, էլի։ Այդ շատ հավես է իրականում։ Իսկ ոնց ես բացես ընկերության առաջ այս տարիքում օրինակ արդեն ավելի հասուն դեպքեր եղել են կամ դու պատրաստ ես բացես նոր ընկերության համար, թե քո համար կարևոր է, որ չգիտեմ, շատ երկար ժամանակ անցնի կամ մանկության լինեն ընկերները։ Չէ, այդ ընդհանրապես կարևոր չի, ես շատ բաց եմ, ես ասում եմ, չէ, ես շատ միանգամից անմիջական շփում եմ բոլորի հետ պահում ու ես լրիվ օքեյ եմ, որ ես կարամ շատ ընկերներ ունենամ, կարամ ընկերանամ ինչ որ այս տարիքում 22 տարեկանում ընկերանամ մեկի հետ, ով կլինի հավերժ ընկեր։ Հա։ Ես նենց չի էլի, որ ասում եմ, որ դա չի կարա լինի, կամ ինչ որ փորձաշրջան պետք է անցնի, կամ նման ինչ որ բան պետք է լինի իմ ընկեր դառնալու համար, չէ։ Սենց ասած վայբով իրար հետ բռնենք, հա, всё։ Երկուսս էլ ուզենանք իրար հետ շփվենք, ինձ էլ ոչ մի բան չի կարա խանգարի, որ ես իր հետ ընկեր լինեմ։ Հա։ Բայց ունեմ 2 ընկերուհի, ովքեր որ ինձ թվում է երբեք իրանց դերը ոչ մեկ չի կարա տանել։ Միանշանակ բոլորիս կյանքում կան տենց ընկերուհիներ, որ դարերով ինչ փորձությունով ասես անցել են, միևնույնն է, այդ շատ ճիշտ է, որ մենակ փորձությունները շատ կարևոր են ընկերության մեջ, որ հստակ հասկանաս, ես օրինակ անվերապահորեն չեմ վստահում երբեք նոր մարդկանց, երբեք ես շատ բաց եմ եւ այլն, բայց այդ վստահելը ինձ պետք է ինչ որ փուլ, որ ես հստակ իմանամ, որ ես ամեն որտեվ ես շատ նվիրվող ընկեր եմ, ես գիտեմ, որ ես անմնացորդ
անում եմ, նվիրվում եմ, նույնիսկ անծանոթներին էլ, եթե ինչ-որ օգնության կարիք կա, ես կամ ես այդտեղ եմ միանգամից եւ այլն, բայց ոնց որ ինձ շատ կարեւոր է, որ ընկերության մեջ ես դա փոխադարձ ստանամ։ Եթե օրինակ անծանոթին կամ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ մեկին կօգնեմ, այսպես ասած բարեգործություն եւ այլն, ես հստակ գիտեմ, որ այդտեղից ես ոչ մի սպասում չունեմ, այդ միմիայն այդ մարդու համար է, ոչ մի բան չեմ սպասում, բայց ընկերությունը լրիվ ուրիշ է։ Կանես, հետո կսպառվես, որովհետեւ ընդհանրապես, հա, այդ հարաբերությունների մեջ, սիրո մեջ շատ կարեւոր է այդ ջերմությունը լինի, բայց շատ կարեւոր է, որ այդ ջերմությունը քեզ երբեք չվառի, չայրի քեզ։ Ինքը պետքա քեզ տաքացնի, բայց ոչ այնքան, որ դու վառվես, հասկանում ես։ Հա, համաձայն եմ։ Շատ կարեւոր է։ Այդ ամենակարևոր կետերից մեկն է։ Ես խոսացել եմ դրա մասին, որ պետքա փոխադարձ լինի այդ ամեն ինչը, ու այդ ռիլիստակ մեկը այսօր եմ տեսնել, գրել էր դու խոսում ես, որ պետքա լավ ընկեր լինել եւ այլն, բայց դու արդյոք այդպիսինն ես։ Այսինքն, այո, եթե ես խոսում եմ, որ պետքա փոխադարձ լինի, ուրեմն ես էլ եմ այդպիսին, չէ՞։ Հա, լինում են դեպքեր, որ փոխադարձ չի լինում, բայց դա շատ երկար բնույթ չի կրում են իրանից, ոնց որ դա ժամանակավոր է լինում, օրինակ իմ ընկերներից այդ որ ասում երկուսն են, մեկը Արմինկան է, մեկը Մարիշը, Մարիշի հետ իմ ու Մարիշի կյանքում ինչ լինում է միաժամանակ է լինում։ Եթե ես, չգիտեմ, ինչ որ հաջողության եմ հասնում, ինչ որ որոշ ժամանակ հետո ինքն է հասնում։ Անձնական կյանքում ինչ որ խնդիր է լինում, եթե իր մոտ խնդիր է լինում, ուրեմն պետքա իմ մոտ է լինի, ես սպասում եմ դրան, որտեվ տենց է լինում։ Անկախ մեզնից տենց է լինում։ Իմ ու Մոնիկայի մոտ մեր առողջական խնդիրներն են։ Դուք ինքն ա գնում լավ բժիշկ ա գտնում, ինչ որ խնդրով, ասում всё, մոն, մյուսը ես ապաստվում եմ։ Հա, ինչ որ նման բաներ են։ Մոնիկան երեխա է ունեցել։ Սոնջան։ Քեզ տեսեք։ Հերթը քոնն է, պաստորեն։ Իսկապես, չէ, այս անգամ չէ։ Այս անգամ երկրորդին կհասնի։ Այո, երկրորդի ժամանակ։ Վայ։ Ինչ red flag-եր կան քո համար ընկերության մեջ։ Red flag-եր։ Հա, որ գիտես, օրինակ այդ ձև մարդը 1-2, երրորդից դու էլ իր հետ չես շփվում։ Որ միշտ ամեն ինչից դժգոհ է։ Հա։ Ում բամբասում ու քննադատում։ Այն որ մարդիկ կան, չէ, որ ամեն ինչից միշտ դժգոհում են, միշտ լավը դժգոհ են, վատը դժգոհ են։ Աշխարհի խնդիրները։ Հա, իրանց թվում է, որ իրանք օրինակ որ աշխատանք չունեն, դժգոհ են, որ աշխատանք չունեն, հենց ունեն դժգոհ են, որ դա շատ երկար է տևում, հոգնած են իրանք։ Չգիտեմ, ինչ որ sense այդտենց բաներ չեմ սիրում, բամբասել, որ բամբասում են։ Դա լինում է խոսակցություն ընկերուհիների մեջ, որ հա, էդի բնականաբար լինում է, բայց որ անդադ սկսում են ինչ որ մեկին քննադատել, անցավ էլ նա ինչ է հակել, նա ինչ արել։ Այդտենց բաներ չեմ կարող ընդունել բացարձակ։ Ես ինձ բացասական է գալիս ու ես միանգամից եմ վերցնում այդ բացասականը։ Դրականն էլ եմ միանգամից վերցնում ու չգիտեմ, փորձում եմ թույլ չտամ էլի, որ իմ կյանքում շատ ճիշտ ես անում։ Լինի։ Ինձ համար երևի ընկերության մեջ ամենամեծ red flag-ը այդ երբ որ իրա մասին է մեր ընկերությունը։ Ինքը կգա, իրան ընդհանրապես հետաքրքիր չի դու այդ օրը ինչ լավ օր ես ունեցել, վատ օր ես ունեցել, խնդիր ունեցել, չես ունեցել, ինքը կխոսա, 60 րոպե եք տեսնում։ 60 րոպեն է ինքը մի ժամն էլ կխոսա կգնա, վերջ իրան հետաքրքիր չեմ կարող այդպես մա։ Կամ որ ինչ որ բան ես պատմում քո կյանքից, օրինակ sense բան, օրինակ ես վերցրեցի, բացեցի ու sense եղավ, ասում հա, մի հատ չի ուզում քեզ, հա, լսի գիտես չէ, իմ մոդել, որ մի հատ չի ուզում լավ, ես քեզ խորհուրդ տամ, հետո ասեմ, որ իմ կյանքում էլ ա եղել, տենց իմ մոտ օրինակ շատ է լինում, ես ընկերուհիս բանա պատմում, ասում եմ, հա, լսում եմ իրան, խորհուրդ եմ տալիս, հետո ասում եմ, լսի գիտես չէ, իմ մոտ որ sense եղավ։ Բայց այդ ուրիշ, այդ ապրումակցումն է, այո, ցույց տա որ քո մոտ է այդ խնդիրը։ Բայց լսում ես իրան, խորհուրդ ես տալիս, փորձում ես հասկանաս, նոր ես քո կյանքինը պատմում, ոչ թե միանգամից լսի իմ մոտ էլ։ Մոտ ավելի վատ է։ Այդ ատում եմ, չեմ կարող, որ բան ես պատմում։ Լսի էդի հեչ, դու իմը լսի։ Ու իմ կյանքում ավելի բարդ։ Բոլորիս խնդիրները մեր համար ամենաբարդն է։ Եթե ես այս խնդրի առաջ եմ կան, ինձ թվում է այդ իմ կյանքի ամենավատ փուլն է ու ոչ մեկ չի ապրում դա իմ մոտ տենց է, բոլորի մոտ է տենց, որ մտածում ես որ քո խնդիրը ամենամեծ խնդիրն է, ասում բայց չգիտես որ ինչ որ մեկը ավելի լուրջ խնդրի է։ Դե հիմա ես այս կյանքում իմ համար այս ամենաբարդ խնդիրն է, չէ՞ օրինակ։ Բայց որ դնում են ու արժեզրկում են քո խնդիրները, քո ցավը, քո ապրածը, քո զգացմունքները։ Օրինակ հիմա իմ կյանքում այն էտապն է, որ իմ մոտ շատ բարդ է, դրա մասին շատ չեմ ուզում խոսամ, բայց
Բարդ շրջան է հիմա իմ կյանքում, ու որ ես ինչ-որ մեկի հետ կիսվում եմ, ու եղել է տենց դեպք, որ կիսվել եմ, ասել են, հա լավ, դե հո մարդ չի մեռել։ Այսինքն, եթե մարդ մեռած լիներ, այդ իհես դու իմ ցավը արժե զրկում։ Դու իմ ապրումները չես տեսել ես ինչ իմ համար հիմա այս ամենաբարդ բանն է, որ ես ապրում եմ 22 տարվա մեջ։ Կարող է հետո ավելի բարդ լինի, ես ծիծաղամ հիմիկվա իմ խնդիրների վրա, բայց հիմա բարդ է։ Չէ, շատ կարևոր է, որ հասկանաքի, նույնիսկ եթե քո պատկերացմամբ դա բարդ չի, եթե դու ընկեր ես, դու պետքա քեզ նեղություն տաս, մտնես այդ մարդու իրավիճակ, վայ ծանրագույն բան է այդ ընկերությունը։ Ես այնքան նեղվում եմ, որ մարդիկ օրինակ հարաբերությունների մեջ են լինում, սենց պահում են իրանց հարաբերությունները ամեն կերպ, բայց ընկերությանը այսքան չեն ուզում նեղություն տան, հետո էլ ասում են դե մենք չունենք ընկերներ, չկա լավ, ոչ, դու արդյոք լավ ընկեր ես։ Դու պետքա լինես, որովհետև օրինակ իմ ընկերները ինձ համարում են լավ ընկեր ու ես վստահ եմ, որ եթե այդ մարդը ինքը լավ ընկեր է, բայց ես լավը չեմ, ինքը ինձ չի պահի իր կողքը, որովհետև ինքը գիտի, որն է լավ ընկերը, ինչի է ինքը արժանի։ Հա, ինչի պետքա պահի։ Այնպես որ աղջիկներ ջան, դա ծանրագույն աշխատանք է, ժամանակ է, ռեսուրս է, որ պետքա տրամադրել։ Ուզում մի քիչ հարաբերություններից է խոսանք, շատ հետաքրքրում է քո հարաբերությունները, դու էլ արդեն կիսվում ես։ Հա, չեմ ուզում թաքցնեմ իրականում, որտեվ թող մարդիկ էլ իմանան, որ ես տենց լավ տղու հետ եմ։ Հա, ոնց է Կարեն Փուլին, որ հասկացար չես ուզում պահես գախնի։ Որտեվ նախ հենց այդ շիփերը, որ անում էին, Հա, ինձ մի քիչ sense այդ էր նեղացնում, որ մարդիկ սխալ են մտա։ Ես ոչ մի բան չունեմ ոչ Էրիկի դեմ, ոչ Լյովի դեմ, ոչ Գուգոյի դեմ, Գուգոյը դեն չէ դե շիփանում, բայց եթե ես ունեմ կողակից, ես ինքս իմ վրա եմ վերցնում։ Օրինակ, եթե իր հետ տենց անեին, ես դե ղանդոտ եմ, չէ, ես կգժվեի ուղղակի, հա, օքեյ, սերիալի շրջանակներում խնդիր չկա, դա քո մասնագիտությունն է, գնաս զբաղվի, բայց որ դրանից դուրս քեզ սկսում են շիփանել, այդ մի տեսակ սկսեց իմ վրա ազդել, ես որոշեցի, որ պետք է ինչ-որ մի ձև մարդկանց հասկացնեմ, որ իմ կյանքում մարդ կա։ Իմ այս մատանին, որ տեսնում են, մտածում են, որ ես նշանված եմ, բայց չէ, սա նշանի մատանի չի, սա ուղղակի նվեր է, ամանորյա, իրա կողմից, ուղղակի ես մատիս եմ, ես մատանին միշտ ես մատիս եմ դնում։ Ուրիշ մատերի չեմ սիրում մատանի դնել, մարդիկ մտածում են, որ սա նշանի մատանի է։ Դեռ ոչ։ Բայց շուտով սպասենք։ Չգիտեմ։ Այս պահին մի քիչ մեծ հեռավորությունը ոնց որ մեր մոտ մի քիչ հեռավորություն է։ Հա։ Ինքը մի քիչ հեռու է ինձնից, արդեն 6 ամիս մոտավորապես մենք չենք տեսնվել, բայց ոչինչ, շուտով այդ հեռավորությունը կհաղթահարենք, ինքը կգա ու ավելի լավ կլինի ամեն ինչ։ Իսկ զգում ես ինչ որ թեկուզ տոկոս կա միտք, որ կա հանրային ճնշում ու դու նաև որոշ չափով պարտավորված ես հանրայնացնում քո անձնականը, կա զգացողություն, որ մի քիչ շտապում ես կամ չես անում, որովհետև դու ուզում ես ցույց տաս, որովհետև, չգիտեմ, այդ սերը մեծ, այդ, չգիտեմ, քո ուրախությունը կիսելն է, այլ դու նաև անում ես, որ կա, չգիտեմ, մի քիչ փարատես այդ հանրային խոսակցությունները։ Իրականում, քանի որ դու դառնում ես, այսպես ասած, ինչ որ չափով հանրային մարդ, եթե դու ցույց ես տալիս քո առօրյան, դու չպետք է թաքցնես, որ դու օրինակ հարաբերությունների մեջ ես։ Հա, դու կարաս ամեն ինչ ցույց չտաս ու դա պարտավոր չես անել, բայց կարծում եմ, որ մարդիկ ում դու վստահում ես, ով հետևում է, ում հետաքրքիր է քո կյանքը, պետք է էդ էլ ցույց տաս քո կյանքում։ Օրինակ ես մեր ամբողջովին ցույց չեմ տալու ինչա կատարվում։ Օրինակ ես մտածում եմ, որ իա դեմքն էլ ցույց չեմ տալու, այդ էլ մի խանդի, մի հատ ուրիշ տեսակա։ Բայց կարող է ինչ-որ որոշ ժամանակ հետո շատ սիրուն էր այդ ստվերաները, կտեսես եք փորձը։ Շատ սիրուն է, ես սա արեցի, հետո բրեքս է։ Okay։ Որոշ ժամանակ հետո կարող է եւ դեմքն էլ ցույց տամ, կամ ցույց տամ թե մեր սերը ինչքան սիրուն է։ Բայց ես մտածում եմ, որ այդ ցույց տալն էլ է մի քիչ խափուսիկ, որովհետեւ շատ են լինում, որ ցույց են տալիս, որ sense մտածում ես, այս ինչ սիրուն զույգ են, այս ինչքան են երսիրում, մեկ էլ տեսնում ես, որ իրականում այդքան էլ տենց չի։ Հա, շատ զույգեր կռվում են ու որ իրանք իրանց մեջ այդ
ապացույց ունենան, որ իրանք դեռ սիրուն զույգ են եւ այլն, հրապարակում են ու ստանում են շատ դրական արձագանքներ, այդ ոնց որ իրանք sense պահում է այն ռիթմի մեջ, որ ձեր հարաբերությունները սիրուն է, լավ է, Այո։ այդ ահավոր բան է, սարսափելի բան է։ Իրականում երբեք չես կարա դա ցույց տաս, այդ սերը, այդ եթե տենց Չէ, չես մեծ կարա։ սեր է, չես կարա։ Այդ ուղղակի մի հատ հայացք է, որ դուք իրար նայում եք ու դու տեսնում ես դիմացին քեզ ինչքան է սիրում։ Հա, Այդ վերաբերում, օրինակ ինքը իմ այս մասնագիտական առումով ինձ շատ օգնում, ոնց որ իմ պրոդյուսերը լինի։ հա, Հա, ինչ որ բաներ բայց արի, այս ոլորտից չի։ չէ, ոլորտից չի, ընդհանրապես կապ չունի ոլորտի հետ, Հա, բայց այնքան է օգնում, այնքան է սենց մեկ-մեկ դենց բաներ է, օրինակ որ գնում եմ կաստինգների կամ գովազդային առաջարկներ է լինում, ինքը սենց շատ հարցեր է սենց իմ առաջ դնում, ասում ես հարցերիդ պատասխանը միջև չունենաս, չհամաձայնվես։ քո ուղեղն է։ Հա, իմ ուղեղն է կոնկրետ այսպես Հա։ ասած, որտեվ ես ավելի շատ էմոցիաների տակ եմ Սթափությունն է, մտածում։ Ինքը ավելի շատ ուղեղով է մտածում, էլի, ինձ որ մի քիչ ուղեղով մտածեք, վիճակը ես ավելի շատ սրտիս եմ միշտ Հա։ ասում, էմոցիաների տակ, ասենց վայ, ես առաջարկը ստացա, լավա, ասում եմ մի րոպե, մի հատ միջև չհասկանաս, այս ինչի քեզ դուր գալիս է, ասենց քեզ կոմֆորտ կլինի, չի լինի, նոր։ Արի իրար հետ խոսանք, քննարկենք, գնա համաձայնվի, խնդիր չկա, թե քեզ դուր Դա կգա։ շատ լավ է, շատ լավ է։ Միշտ պետք է ոնց որ կողակիցը այդ ոչ թե բացը, այլ այն ինչը քեզ մոտ ավելի թույլ է, ինքը այդ լրացնի, այդ շատ կարևոր է, որովհետև ամբողջ կյանքի համար միշտ այդ տենց մարդ է, պետք է այդ տենց լինի քո կողքի մարդը, էլի քեզ հետ։ Ես համաձայն եմ լրիվ։ Ամենասիրուն դիմահարդարումը մենք ունեցանք, շատ սիրուն է։ Ստացվում է փաստորեն իմ։ Դες ինչ սիրուն է։ Ես ուզում եմ դու սիրահարվես դիմահարդարմանը եւ դառնաս make-up girl ու մենք տեսնենք քո վիդեոները, աղջիկներ, խնդրում եմ գրեք։ Ինչքան սիրուն է արել դիմահարդարումը։ Օպրես։ Դու ապրես, շատ սիրուն է։ Մուկ չի հիմա իմ տանը։ Ընդհանրապես։ Այս մասերը բան։ Չէ, շատ սիրուն կոմպենսացրեցիր ամեն ինչ։ Փաստորեն ձերքիցս գալիս է։ Այո, Այսպես շատ ասած։ սիրուն է գալիս։ Ընտիր։ Ինչն է քո համար հարաբերություններում ամենակարևորը, որ առանց դրա չի լինի։ Վստահությունը միանշանակ առանց մտածելու կպատասխանեմ, էլի։ Վստահությունը շատ կարևոր բան է։ Հա։ Ինձ թվում է եթե դա չկա, սենց շրված է, էլի։ Հա։ Որ հետո որ ինչ որ վստահությունը կորում է, էլ այդ որ ասում են հետ բերել, բան, Դժվար է շատ։ Հա։ շատ ժամանակ է պետք դրա համար, որ հետ բերես վստահությունը, կարծում եմ։ Հեշտ էս էլի ինչ որ դժվարությունից հետո հարաբերությունների վերադառնում են լավ իդեալական վիճակի։ Ես հեշտ եմ վերադառնում։ Ես առհասարակ հենց չի որ ես շատ ծանր եմ տանում ամեն ինչ։ Իմ կյանքում կատարվող ամեն իրադարձություն ես շատ ծանր եմ տանում ու երևի ավելի շատ։ Ինձ միշտ ասում են դու դրամա քուին ես։ Դու սիրում ես անդադ նեղվել, մտածել, լացել, բայց այդ նրանից է երևի որ ես որ ասում եմ էմոցիաների տակ սրտով բան, ես շատ եմ ամեն ինչ սրտիս մոտ ընդունում էլի։ Բայց հեշտ եմ վերականգնում, որտեղ մտածում եմ, որ օրինակ եթե հարաբերությունները չստացվեց, այն մարդով պետք է հայտնվի քո կյանքում ինքը մեղավոր չի, որ քո մոտ ինչ որ մեկը նենց արել, որ դու հիասթափվես։ Պետք է տաս այդ հնարավորությունը, բայց իհարկե երկար մտածելուց ու ժամանակ անցնելուց հետո։ Ինչ է բուժել քեզ մոտ ընկերդ։ Հենց այդ վստահությունը, հենց այն, որ ես ինձ կարամարտ ընդունին ինձ, ոնց ես կամ իմ այս ազատ այս սենց խելար վիճակները ինքը շատ է սիրում։ Ինքը ինձ սիրում է ինձ ոնց ես կամ, ինքը ինձ սիրում ու ընդունում է իմ մասնագիտության հետ հանդերձ, իմ ամեն ոնց որ մտքին ինքը սենց միշտ բաժշկա է անում, ասում է հա կանենք, հա կիրագործենք, բայց իհարկե թե ինչ որ բան զգում է որ ոնց որ ինքը ինձ 5 տարի մեծ է ու ավելի շատ է հասկանում, էլի վստահ եմ։ Շատ է խորհուրդներ տալիս, թե մասնագիտական, թե ընտանեկան, թե անձնական ամեն հարցում։ Հա։ Ես լավագույն ընտրությունն եմ կատարել Ես շատ ուրախ եմ քեզ համար, անսահման, այդ այնքան կարևոր բան է, ամենակարևոր բանն է կյանքում, որ ճիշտ իսկապես ընտրություն անես, որ երբեք իր մասին խոսելիս աչքերդ տխուր հա, չլինեն։ տխուր չլինեն, չմտածես, բայց օրինակ էս սենց չի կամ չգիտեմ, այդ շատ
վատ զգացում է, իսկապես պետքա սրտանց կարողանաս ասես։ Այո։ Իրա մասին է, որ սենց դաժե զգուշությամբ խոսած, որ ինչ որ մեկը ոնց որ սենց ասած աչքով չտա։ Խելագարում եմ ես քո խանդի համար։ Հա, ես խանդոտեմ շատ։ Հա։ Պապայիս էլ էի շատ խանդում։ Ես մտածում եմ, որ եթե պապաս ուրիշ աղջիկ ունենար, մենակ ես քույրիկ ունենայի, ես չէի կարա։ Չէի դիմանա։ Պապայիս շատ, ընկերներիս էլ եմ շատ խանդում։ Բոլորի խանդում։ Կա ինչ որ, չգիտեմ, անվստահություն կամ ինչ որ բան քո ներսում, որ էտա քեզ անդադ դրդում, ոչ թե խնդիրը արտաքին մարդկանց եւ այլնի հետ է կապված, այլ ոնց որ քո ներքին խնդիրն է։ Իրականում ես շատ անվստահ եմ իրականում ամեն հարցում, հա, ես միշտ մտածում եմ, որ բա որ չստացվի, բա որ չգիտեմ, օրինակ հեսա շուտով վարորդականի քննության եմ ու ես շատ եմ լարվում։ Ես գիտեմ հարցի պատասխանը, ես դնում եմ թեստանում, այս հարցը 3 ենք անցել, բայց ես այդ իմ լարվածությունից, որ կարող է ես սխալ եմ մտածում իրականում, դա չի սխալ եմ նշում, այսինքն այդ իմ լարվածությունը, այդ անինքնավստահությունը շատ է խանգարում ու ամենտեղ է, կաստինգներին էլ ինչու ոչ, ամենտեղ խանգարում է ինքնավստահությունը։ Ինչ ես անում, որ կարողանաս եւ բարձրացնես ինքնագնահատականդ, առողջացնես քեզ։ Իրականում, որ ասեմ, տենց աշխատում եմ դրա վրա, սուտ կլինի, ժամանակի ընթացքում քիչ-քիչ ոնց որ դա ուղղվում է, էլի։ Հա։ Էլի ընկերոջս օրինակ վերեմ, բայց ինքն է ինձ շատ օգնում։ Անդադ ասում եմ, բայց ինչի ես դու տենց մտածում, ով է քեզանից ավելի լավը, ով է ինչի ես դու մտածում, որ դու վատն ես, որ չի ստացվի, պետքա ստացվի, դու ուրիշ տարբերակ չունես, այսինքն հրամայական ու սենց պարտադրողական։ Հենց մեկը վարորդականից քննություն ասում եմ, արդեն լարվել եմ, ասում եմ, լիլ դեռ այնքան կա, ինչի ես արդեն լարվես, բայց ինչի պետքա, ասում եմ, դու մի անգամից մտածում ես, որ չի ստացվի, բայց ինչի պետքա չստացվի։ Ոայ այդ ինքնավստահությունը աղջիկներ այդ կյանքում ամենակարևոր բանն է։ Իսկապես ամենակարևոր բանն է, ինքը չպետքա լինի շատ բարձր ու չպետքա լինի ընդհանրապես ցածր, ինքը պետքա լինի շատ առողջ, որովհետև այդ ծայրահեղությունը ես կատաստրոֆա է, երբ որ մարդ ինքը չի հասկանում ինչքան ինքը ռեսուրս ունի, ինչքան պոտենցիալ ունի, ինչքան բան ինքը կարա անի ու այդ վախերը իր այնքան մեծ են, որ ինքը այսքան քայլել չի անում, որովհետև վախենում է ծախողումից։ Շատ վատ է, որովհետև եթե դու չփորձես, դու կյանքում չես իմանա դու ուր կարայիր հասնել։ Այո։ Այդ թեմայի շուրջ եմ վիդեո նկարել ու ասում եմ, որ հետո հասկանում ես, որ վախենում ես ավելի շատ այդ հարցից, թե ինչի չփորձեցիր։ Ու ես հիմա սկսում եմ արդեն տենց անել իմ կյանքում, էլի։ Արդեն այս վերջին 1 տարիների ընթացքում քիչ-քիչ աշխատում եմ ին վրա, որ ամեն ինչ չափի մեջ, բայց ճիշտ լինի։ Այսինքն նենց չլինի, որ ես լինեմ աշխարհի ամենագեղեցիկն ու աշխարհի ամենալավ աղջիկը, չէ։ Ռեալ ինչ կա, ոնց կամ ինձ իմ գնահատականը տան։ Բոլորս էլ վստահ ունենք աշխատելու տեղ մեր կյանքում, էլի, մեր վրա, թե մասնագիտական, թե անձնական, թե մենք հենց մեր բնավորության վրա աշխատելու տեղ շատ ունենք։ Հա, ես այս վերջերս միանգամից ամիսու կես երևի հետևորդներից 20,000 դարձավ ու շատ են գրում որ միանգամից եղավ, ասում եմ ախր միանգամից չի եղել, 6 տարի առաջ օրինակ շատ ակտիվ հայերենի բլոգ էի վարում, մի քանի տարի առաջ էլի ինչ որ ֆորմատով, այսինքն այդ շատ երկար process է եղել, շատ մեծ գործընթաց է եղել, որ այսօր օրինակ ինձ այս կետում եմ, ես զգում ու ինձ շատ կոմֆորտ, շատ հանգիստ եմ զգում, բայց նույնիսկ ես որ նայում եմ իմ հին տեսանյութերը, ես այնքան ասում, այս ինչա շատ պատն է, բայց իմ հանդեպ այնքան մեղմ եմ, ասում եմ, այդ ժամանակ իմ մաքսիմալը դա է եղել, որովհետև ես այդ ռեսուրսներն եմ ունեցել, ես այդ գիտելիքն եմ ունեցել, իմ ուժը, հոգեվիճակը դրան է թույլ տվել, այսինքն պետքա շատ մեղմ լինես քո հանդեպ ու հասկանաս, որ դու միշտ քո համար ամենալավն ես ստեղծում ու չվախենաս փորձես, որովհետև այդ ամենակ քեզ որ բերելու են ամենալավ վիճակին, որում դու լինելու ես, բայց եթե չփորձես, շատ դժվար է։ Հա, համաձայն եմ։ Լրիվ համաձայն եմ, ճիշտ ես ասում շատ։ Կարդանք մի քիչ հարցեր, որ քեզ տալիս են։ Կարդանք։ Ում հետ ես ամենամտերիմը մի գեղեցիկ օրում։
Լիլիթը, այսինքն ոչ թե Շաքեն։ Չէ։ Հա, Լիլիթը, կերպարային Շաքեին գիտենք, հա։ Okay։ Ես երևի ասենց ասած մեծերի հետ եմ ավելի մեծերի, իմ տարիքակիցների, Ալինայի, Դեմարալի հետ արդեն լավ հարաբերություններս, Մարալի, Էրիկի, մի րոպե, կներեք, ամենամտերիմը Գուգոյի հետ եմ։ Հա։ Հա, Գուգոյի։ Գուգոն շատ լավն է, չգիտեմ, ինքը որպես ընկեր, որպես մարդ շատ լավն է։ Գուգոյի հետ եմ ամենամտերիմը, հետո արդեն Ալինա, Մարալ, Էրիկ, Լևոն, Արման, բայց ընդհանուր մեր մոտ նենց հարաբերություններ են, որ ասենց որ ասեմ ինչ որ մեկի հետ ավելի քիչ շփում, չէ։ Ասենց բոլորս իրար հետ շատ լավ ենք, էլի, շատ լավ խնդիրներ հետ է եղել։ Խնդիր չի եղել, որտեվ ես ոբշե կոնֆլիկտային մարդ չեմ, էլի։ Չեմ ունեցել խնդիր։ Ինչ նմանություններ ունես քո դերի հետ, Շաքե եւ Լիլիթ։ Ունեն նմանություններ։ Դե ասեցի Խանդը։ Հա, Խանդն է, երևի ես էլ եմ դպրոցում Շաքեի պես տենց մի քիչ ավելի ակտիվ, բան, տենց թիթիզ աղջիկ եղել։ Էլ չկա երևի նմանություն։ Տարբերությունը այդ քայլերն է, որ բուլի չես անում։ Չէ, մարդկանց չեմ սիրում բուլինգ անել ընդհանրապես, որովհետև մտածում եմ, որ ինքն էլ ինպես մարդ է, ամեն մեկս ծնվում ենք մի ձևով, ամեն մարդ մի ձևով, չեմ սիրում ընդհանրապես ճնշել մարդկանց։ Չնայած որ մի հատ վիդեո կա տարածված, որ պատմում դպրոցական կյանքի ամենածիծաղալու պատմություններից, ու ասում եմ ոնց եմ ծեծել մեր դասանից մի հատ աղջիկա, բայց դա ուղղակի տենց ընկերուհուս էի պատմում եղել։ Այո, ընկերուհուս էի պատմում, բայց առասարակ չէ, չեմ նեղացրել ոչ մեկի երևի, եթե նեղացրել եմ կներեք, բայց չի եղել հաստատ։ Հա, չեմ սիրում ճնշել մարդկանց։ Որտեվ ես հավատում եմ այդ դեզերքի ուժին, որ ինչ փոխանցում ես, հետա գալիս քեզ։ Ում հետ կտեսնենք Շաքեին։ Հն Անիմա Հակյան։ Չգիտեմ։ Ում հետ կուզես։ Ես կուզեի որպես հանդիսատես որ ասեմ, ես շատ կուզեի որ Վարդանին Շաքեն սիրեր։ Հա, որովհետև Վարդանը մի քիչ շատ անկեղծ սիրով է սիրում էլի Շաքեին։ Հա, ասենց որ ամեն ինչ արդարանցնում է, բան, իսկ Շաքեն դու ինձ չես կարա օգնես, բան։ Հա։ Չէ, կուզեի որ Շաքեն Վարդանին սիրեր, բայց ինձ թվում է չի լինի տենց, չեմ կարա ասեմ։ Կուզեիր տենց։ Սերը ոնց որ կարևոր է ու շատ լավ է, երբ որ փոխադարձ է։ Միևնույնն է, ինչքան է քեզ սիրեն, եթե դու չես սիրում, չի լրացվելու այդ բացը։ Դե այդ եմ ասում, կուզեի որ Շաքեն սիրեր Վարդանին։ Հա։ Բայց ինձ թվում իմ կարծիքով դեռ մենք ոչ մի բան հստակ չգիտենք, էլի իմ կարծիքով Վարդանի հետ չի լինի, իսկ թե ում հետ կլինի, այդ մեկը չգիտեմ։ Կհասնի տենաս մերսին։ Սնեսով ավելի ուժեղ կգտնվի։ Բելան թե Շաքեն։ Եվ վերջին հարցը, որն է այն ամենախորհուրդը, որ քեզ տվել են երբևէ։ Շատ լավ հարց ես տալիս իրականում։ Ինձ թվում է, որ մի քիչ առաջ խոսում էինք, որ երբեք մի արժեզրկի քո արածը, քո անցած ճանապարհը, որովհետև այն ինչ դու ես անում ու դու քո ուժերով ես անում, դա չի կարելի ուղղակի արժեզրկել։ Դու կարաս չխոսած դրա մասին լուր անես, բայց պետքա չարժեզրկես։ Ինձ թվում է այդ։ Շատ սիրուն է։ Ապրես շատ որ եկար, մենք շատ հավես հաղորդում ստացանք, մեծ բավականություն ստացա, շատ։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար, անկեղծ։ Քո հաղորդումները ես միշտ նայում եմ անպայման, որ սենց։ Ուզում եմ ասեի մեյքափ անել, ձենա հիշեցի, որ իմը մեյքափ չի ուղղակի մի հատ բան է, բայց այդ ֆոնավստողը քսելուց նայում եմ պրոցեսում նայում ես։ Հա։ Շատ մերսի որ եկար։ Շնորհակալ եմ որ դուք էլ դիտեցիք, կարող եք բաժանորդագրվել մեր Instagram-յան էջերին, մեզ լավ մեկնաբանություններ գրել, հետևել մեր Quality էջին եւ եթե ուզում եք առողջ մաշկ ունենալ, ապա Quality-ն հենց դրա համար եմ ստեղծել, որպեսզի ձեզ օգնական լինի այդ գործում։ Դե ինչ, կարող եք նաև բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին եւ ես երբեք չեմ ասում, չգիտեմ ինչի, միշտ մոռանում եմ ասեմ, այո, YouTube-ին եմ բաժանորդագրվեք, որ այն բանը ստանանք, ինչա։
YouTube-ի զնակը, հա, կզնալ։ առաջինը արծաթեա, չէ։ Հա, ծաթա։ Անպայման ստանալու ես Դե, դու։ շնորհակալ եմ։ Bye bye։ Bye bye։ Շատ ավես է։ Այլքես գրկեմ։ Ող, Դոպրես։ դոպրես։ Մենք մի երկու կադրի անենք։ Давайте. Քվալիտա վերցնեմ։ Давай։